Կարծիքի տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետական Կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ Ռուզաննա Չաչոյանին, նրա հետ խոսելու ենք քաղաքանտարկյալների մասին։ Բարև ձեզ, Ռուզաննա ջան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ այսօր ինձ այստեղ հյուրընկալելու համար։ Սիրելի հայրենակիցներ, այսօր ուզում եմ խոսել Հայաստանի Հանրապետության համար չափազանց կարևոր թեմայի մասին եւ չափազանց քննարկվող թեմայի մասին, մարդու իրավունքների, հնարավոր ճնշումների, քաղաքական ճնշումների մասին։ Այս պահին ունենք Հայաստանի Հանրապետությունում ձևավորված մի իրավիճակ, որտեղ ընթանում է շատ վտանգավոր երկու գործընթաց։ Առաջին գործընթացը դա այն է, որ պետության ինստիտուտները իրենց նպատակին համապատասխան չեն աշխատում, որը արդեն առաջացնում է ուժի կիրառման եւ ընտրովի արդարադատության, եւ երկրորդ վտանգավոր գործընթացը այն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները արդեն վախենում են իրենց կարծիքը ազատ արտահայտելու եւ վախենում են հանրային գործընթացներին մասնակցելու առանց վախի։ Բնականաբար այս արդիվ ունենք բազմաթիվ փաստեր, օրինակ հենց ակցիաների, խաղաղ հավաքների անհամաչափ ցրումը, ընդդիմադիրների, ակտիվիստների, ընդդիմախոս ակտիվիստների քրեական գործերի, նրանց նկատմամբ քրեական գործերի զգալի աճը եւ իհարկե քաղաքանտարկյալների թեման, որը արդեն իսկ դուրս է եկել պետական օրակարգից եւ քննարկվում է միջազգային հարթակներում։ Օրինակ, դուք խոսում եք քաղաքական ճնշումների մասին, կոնկրետ օրինակներ կարող եք ներկայացնել, որ Հայաստանում հենց այս գնահատական։ Այո, իհարկե, ես երբ որ խոսում եմ քաղաքական ճնշումների մասին, սա միայն տեսական ձևակերպում չունի, այսինքն մենք հստակ օրինակներ ունենք, բազմաթիվ օրինակներ, ոչ մեկ, ոչ երկու, բազմաթիվ օրինակներ ունենք քաղաքական ճնշումների վերաբերյալ, բայց կարող եմ ներկայացնել երևի ամենաթարմ, օրինակներից մեկը, դա Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի քրեական գործներ։ Մենք այստեղ ինչ ենք տեսնում, մենք տեսնում ենք նախ անհամաչափ մեղադրանքներ, այսինքն տվյալ մեղադրանքները, որ նրանց նկատմամբ ասվում է, դա համապատասխան չէ կալանքին, նաև տեսնում ենք, որ կալանքը ոչ միայն մեղադրանքներն են անհամապատասխան, նաև Հայաստանի Հանրապետության հանրությունում բազմաթիվ քննարկումներ կան այս գործի վերաբերյալ եւ բազմաթիվ իրավաբաններ, նաև պրոֆեսիոնալ իրավաբաններ նշում են, որ այս կալանքը համապատասխան չէ տվյալ մեղադրանքներին, այսինքն մենք այստեղ հստակ ունենք կալանքի անհամաչափ եւ ոչ իրավաչափ լինելու խնդիր, այսինքն կալանքը ընտրվել է անհամաչափ եւ ոչ իրավաչափ, քանի որ մենք ինչպես գիտենք, կալանքը կիրառվում է ամենավերջի մեթոդով, այսինքն երբ որ չկա ուրիշ ինչ որ միջոց, ուրիշ խափանման միջոց, որպեսզի կարողանա վարույթի բնականon ընթացքը ապահովել եւ բայց այստեղ հստակ տեսնում ենք, որ չկա ոչ մի ռիսկ, որ վարույթը բնականon նորմայով չի ընթանա, այսինքն փախուստի ինչ որ ռիսկ եւ այլն չկա, ու այստեղ ընդհանրապես կալանքի կիրառումը շատ անհամաչափ է եւ ոչ իրավաչափ եւ բնականաբար սա փաստում է, որ սա ուղղակի քաղաքական ճնշման եւս մեկ դեպք է, այսինքն Վազգեն Սաղաթելյանը եւ Նարեկ Սամսոնյանը հստակ իրենք համարվում են քաղաքանտարկյալներ։ Տեսեք, ունենք այստեղ այո քաղաքական, ինչպես ասի, քաղաքական ենթատեքստ ունենք, քանի որ Վազգեն Սաղաթելյանը եւ Նարեկ Սամսոնյանը համարվում են երևի ամենակոշտ քննադատողներից իշխանության եւ երբ այդ երկու ֆիգուրների նկատմամբ միաժամանակ կալանք է կիրառվում արագացված վարույթով, սա բնականաբար այստեղ հարց է առաջանում, սա իրավաչափ գործընթաց է, թե քաղաքական ճնշման քաղաքական գործընթաց, սա այս գործընթացը ունի իրավական հիմք, թե ուղղակի նրա համար էր, որովհետև իշխանությունը չի ուզում լսել իր հասցեին ինչ որ քննադատություններ։ Տեսեք, նաև այստեղ միջազգային չափանիշների խախտում կա, որովհետև սա եվրոպական դատարանում նաև միջազգային չափանիշներով է արգելված ոչ միայն մեր պետության համար, սա հստակ, որովհետև մարդու իրավունքների խախտում է, մարդու իրավունքների ոտնահարում է եւ բնականաբար ուրիշ որակավորում չեմ կարող տալ, բացի քաղաքական հետապնդում լինելով, այս գործը հենց ինքնին խոսում է մեր Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդումների մասին, որոնք առկա են, խոսում է նրա մասին, որ իրավական համակարգը շատ հաճախ կիրառվում է որպես քաղաքական գործիք եւ
կալանքն էլ կիրառվում է որպես քաղաքական գործիքակազմ եւ սա վտանգ է նաեւ ոչ միայն հասարակության անվստահության համար, այլ նաեւ վտանգ է մեր պետության ժողովրդավարության զարգացման համար։ Օրինակ իշխանությունները հայտարարում են, որ բոլոր գործերը իրավական են, ոչ թե քաղաքական, ու Հայաստանում քաղաքատերկյալներ չկան, ինչ կասեք այս պնդմանը։ Տեսեք, երբ որ մենք ուսումնասիրում ենք տվյալ գործերը, նրանց իրավական բնույթը տվյալ գործերի, երբ որ մենք ուսումնասիրում ենք կիրառված խափանման միջոցները, երբ որ մենք ուսումնասիրում ենք դատավորների, դատախազների վարքը, մենք այստեղ հստակ տեսնում ենք, որ այստեղ ոչ մի իրավական բան չկա, հա, հստակ տեսնում ենք, որ սա միայն քաղաքական գործընթացներ են, այսինքն դատարանները շատ հստակ կախված են, կախյալ վիճակում են գտնվում մեր այսօրվա ներկա իշխանություններից, որովհետև նրանց վրա կա հստակ ճնշում, քաղաքական ճնշում, այսինքն մի մասը դատարանների չեն խոստովանում, հա, դատավորների մի մասը չեն խոստովանում, մի մասը խոստովանում են, մի մասն էլ ասում է, այս վերջից հայտարարեցին, որ շատ ծանրաբեռնված են եւ քաղաքական ճնշում կա։ Տեսեք, ինչքան այս պարագայում իշխանությունը ինչքան էլ որ պնդի, որ սա քաղաքական իրավական գործընթացներ են, հա, սա քաղաքական գործընթաց չէ, միևնույն է, եթե դատարանը կախված է իշխանությունից, նույնիսկ ամենաիրավական գործընթացը, ամենաիրավական գործը, հա, դա արդեն իսկ քաղաքական է, որովհետև իշխանությունը, դատարանը հստակ կախված է իշխանությունից, սա չի կարող, ինչքան էլ ուզում է իշխանությունը պնդի եւ նաեւ չեմ կարող չարձագանքել, որ միջազգային մի շարք կառույցներ հենց հայտարարել են, որ կոնկրետ Հայաստանի Հանրապետությունում մի քանի գործերն էլ նաև նշելով ասել են, որ Հայաստանի Հանրապետությունում դատարանները անկախ չեն, որ քննիչները անկախ կերպով չեն իրականացնում իրենց աշխատանքը եւ մենք ամենակարևորը ես ասեմ, որ ունենք ստեղ ընտրովի արդարադատության խնդիր, հա, այսինքն լինում է դեպքեր, երբ տվյալ օրինակ արարքի համար իշխանության կողմնակիցներին ոչ մի այսպես ասած վնաս չի լինում, հա, իշխանության կողմնակիցները չեն կալանավորվում, ինչ որ դատական գործեր չեն բացվում, բայց հենց նույն արարքի համար կամ շատ ավելի թեթև արարքի համար միանգամից կալանք է նշանակվում ընդդիմախոս ընդդիմադիրներին ու բնականաբար այստեղ չեն կարող ասել, որ ինչ որ իրավական հիմք կա, նաև առանց իրավական հիմքերի, այսինքն նաև ասում են միջազգային հարթակները շատ նշել են, որ այստեղ դատարանների որոշումները անհիմն են, առանց հիմնավորման։ Պատկերացնում եք դա ինչ խայտառակ, այսպես ասած, դրություն է, խայտառակ իրավիճակում ենք մենք գտնվում, որ միջազգային հարթակներում ասում են, որ Հայաստանի Հանրապետությունում դատարանների որոշումները անհիմն են, առանց հիմնավորման են։ Դա ուղղակի ամոթալի է իշխանության համար եւ այս ամենը ես հստակ ասեմ, եթե լիներ իրավական, հաստատ Հայաստանի Հանրապետությունը այսքան խախտումներ չէր արձանագրի։ Օրինակ նոյեմբերի 26-ին Հայաստան խմբակցությունը կազմակերպել էր քաղաքատերկյալների թեմանով ԱԺ-ում լսումներ, նաեւ հրավիրել էին գլխավոր դատախազին, նա չներկայացավ, դա ինչով էր պայմանավորված։ Տեսեք, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հենց պատճառաբանությունը դա աշխատանքային ծանրաբեռնվածություններ, բայց բնականաբար սա շատ ավելի խորը քաղաքական ենթատեքստ ունի, քան մենք ենք կարծում, հա, քան մենք ենք մտածում։ Աշխատանքային ծանրաբեռնվածությունը դա ուղղակի չներկանալու համար պատրվակ էր, ինձ թվում է բոլորս հստակ հասկանում ենք։ Եվ տեսեք, հիմա իշխանության համար քաղաքատերկյալների թեման ամենացավոտ եւ ամենաքննադատվող ուղղություններից մեկն էր եւ ուղղակի նիստին ներկայանալը կլիներ, վեճերի կենտրոնում հայտնվել, հա, ուղղակի դրա համար դատախազը փորձեց խուսափել այդ վեճերից եւ այնտեղ բնականաբար հարցեր էին տրվելու ամենաշարքային հարցեր, թե ինչու են օրինակ ընդդիմախոսները կալանավորվում, թե ինչու է կալանքը որպես հա քաղաքական գործիքակազմ քաղաքական գործիք կիրառվում, իսկ Աննա Վարդապետյան չուներ իրավական հիմնավորում, այսինքն եթե լիներ իրավական հիմնավորում, բնականաբար դատախազը առաջնային հենց ինքը կցանկանար, ինձ թվում է սա ակնհայտ է, էլի, որ ինքը կցանկանար ներկայանալ, որպեսզի կարողանար պաշտպանել դատախազության քայլերը, այստեղ շատ կարևոր է, որ սա արձանագրենք, եթե լիներ իրավական հիմնավորում, բայց քանի որ այս գործընթացներին բացարձակ ոչ մի իրավական հիմնավորում չկա, քանի
որ բոլորը քաղաքականացված բնույթ են կրում եւ դատախազը բնականաբար չէր կարողանալու կոպիտ ասած այդ հարցերի տակից դուրս գալ, հա, չէր կարողանալու այդ հարցերին իրավական պատասխաններ տալ, նա նախընտրեց ուղղակի սա ոչ ծանրաբեռնվածություն էր, սա ուղղակի որոշում էր լռելու։ Բնականաբար, բայց ես ասեմ, որ այստեղ հասարակության համար սա շատ սխալ ազդակ էր, որովհետև քաղբանտարկելների թեման վերաբերվում է ոչ միայն տվյալ անձանց, ովքեր որ հիմա կալանքի տակ են, հա, բանտերում են եւ այլն, այլ վերաբերվում է նաեւ մարդու իրավունքներին ու ազատություններին եւ այսպես նրանք ուղղակի նաեւ թուլացրեցին հասարակության վստահությունը նրանց նկատմամբ, եթե իհարկե հասարակության վստահություն կարի, թուլացրեցին հասարակության վստահությունը եւ ուղղակի ասացին, որ մենք չենք ուզում եւ պատրաստ չենք այս հարցերին ուղղակի պատասխանել, որտեվ հայտնվել նիստերի դահլիճում եւ այդ հարցերին ուղղակի պատասխան չուներ։ Հստակ կարող եմ այսպես ասել, պատասխան չկար, իրավական պատասխան չէին կարողանալ նրանք տալ, դրա համար էլ փորձեցին ուղղակի հնարավոր քննադատություններից խուսափել, բայց չներկայանալով նույնպես հայտնվեցին քննադատությունների, այսպես ասած, կիզակետում։ Դուք բազմիցս խոսել եք իրավական պետության փլուզման մասին, որն է այն կետը, որից սկսվեց այս գործընթացը։ Տեսեք, իրավական պետությունը Հայաստանի Հանրապետությունում փլուզվեց այն ժամանակ, երբ իշխանությունը որոշեց, որ դատարանները եւ առհասարակ դատական համակարգը պետք է ծառայեն միայն իշխանության թևի ներկայացուցիչներին, այսինքն դատական համակարգի անկախությունը պետք է վերանա։ Փլուզվեց այն ժամանակ, երբ որ սկսեց Նիկոլ Փաշինյանը որոշել, թե ով է ազատության մեջ մնելու, իսկ ով ոչ, այլ ոչ թե օրենքը։ Այո, այս փլուզվեց այն ժամանակ, երբ որ հենց սա, տեսեք, դժբախտություն չէր իրավական համակարգի փլուզումը, սա ոչ թե պատահականություն էր կամ դժբախտություն, այլ սա հստակ գծած ծրագիր էր Նիկոլ Փաշինյանի կողմից, քաղաքացիական պայմանագրի կողմից, որ պետք է այսպես լինի, դատարանները իրենց իշխանության գալուց հետո պետք է ծառայեն միայն եւ միայն իրենց, պետք է մոռացվի օրենքը եւ պետք է միայն օրենքը ծառայի Նիկոլ Փաշինյանի շահի համար, հա։ Սա հստակ ես ավել բան չունեմ խոսելու այս առումով, որովհետեւ մենք տեսնում ենք, թե ինչից հետո մեր իրավական պետությունը փլուզվեց, բայց սա բնականաբար պետության համար շատ շատ, եթե այս պրակտիկան, այսպես ասեմ, շարունակվի, շատ վտանգավոր կլինի, որովհետեւ մենք գնալով կորցնում ենք մեր արժեքները, գնալով կորցնում ենք մեր իրավական պետությունը, ժողովրդավարությունը, որը բնականաբար ժողովրդավար պետության համար արդեն շատ վտանգավոր է եւ իհարկե կորցնում ենք հանրության վստահությունը, որ հանրությունը կարող է խոսել ազատ, անկախ Հայաստանում եւ ազատ մասնակցել հանրային գործընթացներին առանց վախի։